Ողջույն սիրելի հետևորդներ, ինչպե՞ս եք։ Նախ առաջինը կխնդրեի, որ բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, մեկնաբանություն բաց թողնեք եւ լայքեք։ Այսօրվա թեման կլինի մայրական պաշտպանություն եւ տեզերական կոդ։ Մայրական պաշտպանությունը դա ամենահին պաշտպանություններից մեկն է։ Մենք սովորել ենք լսել մայրական սեր կամ հոգատարություն բառերը, բայց որպես մոգ եւ տառոլог ես ձեզ կբացեմ այս երևույթի էներգետիկ փականները։ Մայրական պաշտպանությունը ոչ թե պարզապես զգացմունք է, այլ մոգական ֆենոմեն, որը հիմնված է այրան կոդի, տոհմական էգրեգորի եւ տարոյի բարձրագույն արխետիպների վրա։ Խոսենք այսօր տարոյի արխետիպների մասին, մայրական պաշտպանության հետ կապված բազմաշերտ Վահանի դետալ է եւ կհասկանանք դրանց իմաստները։ Ես առանձնացրել եմ 3 հիմնական տարոյի մեծ արկանները։ Երրորդ մեծ արկանը կայսրուհի, երկրորդ մեծ արկանը քրմուհի եւ 8-րդ մեծ արկանը ուժի արկաներն են։ Առաջինը խոսենք կայսրուհու արկանի մասին։ Առաջին շերտը մարմնավորում է կայսրուհին։ Սա մեր ֆիզիկական մարմինն է, պաշտպանությունը, մոգության մեջ սա կոչվում է կենսական դաշտի կերտում։ Մայր լինելով կյանք տվող, իր շրջանում ստեղծող է մի էներգետիկ արգանդ, որի մեջ զավակը գտնվում է նույնիսկ չափահաս տարիքում։ Կներեք, երբ մայրը մեզ համար սնունդ է պատրաստում կամ ձեր մասին մտածում է, որպես առողջ մարդու, նա ամրացնում է ձեր նյութական աշխարհի սահմանները։ Երկրորդ մեծ արկանը քրմուհին։ Սա անտեսանելի պաշտպանություն է։ Քրմուհին պատասխանատու է այն միստիկ կապի համար, որ մենք անվանում ենք ինտուիցիա։ Մոգական տեսանկյունից սա բաց էներգետիկ կանալ է։ Եթե ձեզ վրա փորձում են էներգետիկ հարված հասցնել, օրինակ, աշկ, կախարդանք, նավս եւ այլն, մոգական չար գործողություն, որ հոգին առաջինն է ստանում այդ ազդակը եւ իր լուր զորությամբ բացրում է այն հաճախ նույնիսկ չգիտակցելով դա։ Սիրելի հետևորդներ ջան, եւ վերջին արկանը ուժի արկանը 8-րդ մեծ արկանը դա 8-րդ ուժի արկանն է, սա զսպող մոգությունն է։ Մայրական պաշտպանության այնքան հզոր է, որ այն կարող է քնեցնել ցանկացած ագրեսիվ բացասական էներգետիկ մոգական աշխատանք, որը մոտենում է ձեզ, սա այն էներգետիկ զրանն է, որ ձեզ տալիս է ներքին վստահություն եւ թույլ չի տալիս կտրել դժվարությունների առաջ։ Հիմա խոսենք մոգական դետալները եւ այրան տոհմի մասին։ Բայց եկեք խոսենք բուն մոգության մեջ, ինչպես այն պաշտպանությունը անհաղթահարելի։ Այրան կոդը ամենակարևոր եւ առաջնայինն է, հետևորդներ ջան, մոգության մեջ այրան տեղեկատվությունը դուք եւ ձեր մայրը կիսում եք նույն էներգետիկ հաճախականությունը, դա նշանակում է, որ պաշտպանողական միտքը ձեր դաշտն է ներթափանցում առանց դիմադրության, այն ձեր ներքին օպերացիայի համակարգն է մի մասն է։ Տոհմական էգրեգոր մայրական կանգն է ձեր թիկունքում որպես դարպաս դեպի ձեր նախնիներ, երբ նա պաշտպանում է ձեզ, նա ակտիվացնում է ձեր տոհմի բոլոր կանանց հավաքական ուժը։ Սա մի հսկայական էներգետիկ բանակ է, որը հսկում է ձեր ճանապարհները։ Նաև առանձնացրել եմ մոր պաշտպանության մի փոքր ցավոտ թեմայի մասին, որտեղ իմ հետևորդներն ինձ շատ են հարցնում այդ դրա մասին, իսկ եթե մայրը հեռանում է ֆիզիկապես։ Որպես մոգ ես ձեզ կբացեմ գաղտնիք, մահը չի կոտրում այս կապ, այն պարզապես փոխում է հաճախականությունը, այսինքն երբ մայրը հեռանում է ֆիզիկապես, պաշտպանությունը չի կորում, ավելի ամրապնդվում եւ ավելի հզորանում։
Հեսա կբացատրեմ ինչու։ Երբ մայրը մահանում է, նա անցնում է տոմական հովանավորի կարգավիճակում, նա պաշտպանությունը այլևս կախված չէ երկնային հոգսերից, նա դառնում է ձեր անձնական պահապան հրեշտակը։ Մոգական հարթությունում նրա էներգիան այժմ գործում է որպես բարձրագույն օրենք։ Եթե նա ողջ ժամանակ ձեր պաշտպանում է իր զգացմունքներով, ապա հիմա նա դա անում է տեզերական ուժի միջոցով։ Այն հասկացաք, որ մահացած մոր պաշտպանությունը ամենաուժեղ պաշտպանություններից մեկն է։ Նա ձեր ձայնն է, որ հուշում է կանգ առ և վտանգ կա։ Նա ձեր հաջողությունն է, որ բացում է ձեր բոլոր փակ դռները։ Մայրական պաշտպանության տեզերական ամենամաքուր մոգությունն է, այն չի պահանջում ծես, այն պահանջում է միայն գիտակցություն և կապ։ Հիշեք, դուք երբ միայնակ չեք, ձեր թիկունքում կանգնած է մի հզոր լույս, որը սկսում է ձեր մորից և հասնում է մինչև տեզերքի սիրտ։ Սիրելի հետևորդներ, եղել է ձեր կյանքում արդյոք, երբ դուք զգացել եք, որ հրաշքով եք փրկվել կամ որ նախազգուշացում է ձեր հետ պահից փորձանքից։ Փորձեք գրել մեկնաբանություններում, եթե այդպիսի դեպքեր են տեղի ունեցել ձեր հետ։ Որպես մոգ ես կուսումնասիրեմ ձեր պատմությունը և գուցե հաջորդ վիդեոյում բացատրեմ դրանց էներգետիկ իմաստը։ Այսքանով ավարտեցինք մեր մոր պաշտպանության մասին ինֆորմացիան։ Հաջողակ եղեք, սիրեք ձեր մայրերին։ Մինչ նոր հանդիպում։